Դե որպես ամենափորձառու միպ Այո։ Հայաստանում կասեք ընդհանրապես միպերը ինչ ազդեցություն ունեն մեր նման երկրներում։ Մեզ նման երկրներում դա շատ ընդհանրական է ու ես կասեի, որ այստեղ է որ ասել են մերն ուրիշ է։ Իրապես ամեն մի միպ ունի յուրահատուկ իր դեմքը եւ յուրովի է ազդում կամ չի ազդում երկրում լինի դա մարդու իրավունքների դաշտում եւ ընդհանրապես մթնոլորտում դա շատ կարեւոր է որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանները մտել են մեր հասարակության մեր այս տարածաշրջանում եթե ասենք թեկուզ սովետական նախկին հանրապետություններում բավականին ես կասեի արագ ու մի քիչ արհեստականորեն արագ այսինքն արագացված էր Թեկուզ Հայաստանում քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դեռ մինչև 95 թվականը, այսինքն մինչև սահմանադրությունն ընդունելը, եւ այդ ժամանակ ինչ որ որոշել են, որ ոչ, պետք չէ եւ դրա համար մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես առաջի պաշտպանը, որպես այդպիսին օրենքի մեջ առանձնացված է, որովհետեւ դեռ սահմանադրության մեջ չկար այդպիսի օրինակի համար այդպիսի իրավունքներ, որոնք կտրվեին ազգային ժողովին, որ նա ընտրի։ Դա շատ կարևոր է։ Հիմա երբ որ ինչևիցե արդեն տարիներ են անցել ու բոլորը նույն դանյական մոդելն են ընդունել, այսինքն չմիջամտել այն գործերի մեջ, որոնք որ կամ պետք է դատական լուծում ստանան կամ արդեն դատական են, դա ընդհանուրն է, այն ընդհանուր բնութագիրն է դանյական մոդելի, ի տարբերություն շվեդականի։ Ես ասեմ, որ օրինակի համար Վրաստանում այն ժամանակ, երբ որ ես մարդու իրավունքների պաշտպան էի, այդտեղ շատ ռեալ գործ էր գնում։ Ու մենք համագործակցում էինք որպես անձինք, որ հասկանում են, որ սա ոչ թե աշխատանք է, այլ առաքելություն է։ Պետք է ասեմ, որ դա բավական։ Այն ինչ որ վերաբերում է Ադրբեջանին, այդ տեխնոջը շատ լավ բոլորը ճանաչում են, որ նա երբևիցե անգամ այլ աշխատանքներում ինքնուրույն որևէ քայլ չէր անում։ Հա, այդ ինքնուրույնության հարցը նաև կարելի է դիտարկել, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքասարակություններն են շփվում, չէ՞, թե այդպես չէ։ Այդ շփումները ավելի ազատ են կամ ավելի ինքնուրույն են։ Երբ հիմա էլ ես ասեմ ձեզ 90-ականների թվականներից ավելի ակտիվ շփում չեմ կարծում որ երբևէ լինի երևի թե բոլորը մոռացել են այն ժամանակ երբ որ միջև անգամ պատերազմ էր երբ որ ագրեսիան Ադրբեջանի կողմից զարգանում էր շփումները հայկական հասարակական կազմակերպությունների եւ ադրբեջանական եւ Վրաստանի շատ անգամ միասնական շատ անգամ առանձին շատ ավելի ակտիվ էին չի կարելի համեմատել միջև անգամ ակտիվությունը ընդհանրապես չի կարելի համեմատել չի կարելի համեմատել որովհետեւ շատ ակտիվ էր ես ասեմ 2 ամիս մեկ մենք հանդիպում էինք Չէ, էական է, որ այդ հանդիպումները քաղաքական մթնոլորտի վրա թողնեն որևէ ազդեցություն։ Ասեմ ձեզ, վերին աստիճանի կարևոր մի տարբերություն կա հասարակական կազմակերպությունների, որոնք Ադրբեջանից էին գալիս, եւ նրանք, ովքեր Հայաստանից էին գնում։ Միջև անգամ ես զավեշտի պես ասեմ, որ մի Ադրբեջանից մի ներկայացուցիչ, որին ես ճանաչում եի դեռ վաղուց, քիչ էր մնում խռովերից նես նա չէր հավատում որ գալուց առաջ հայ այսպես հասարակական կազմակերպությունները որևէ ինստրուկցիա այդպես ցուցումներ չեն ստանում KGB-ից այդպես էլ ասեց քանի որ իրենք ոչ միայն գնալուց առաջ այլև վերադառնալուց հետո անպայման հանդիպում էին այդ մարմինների հետ մեզ մոտ կներեք անտարբերությունը հասարակական կազմակերպությունների հանդիպումների հանդեպ վերին աստիճանի զարմանալի էր ասում եմ քիչ մնաց խռովեին հազիվ համոզեցին որ չկա այդպիսի բան մեզ մոտ ինձ այսօր շատ հետաքրքրում ձեր վերաբերմունքը հերվից արդեն այսքան տարիների տարածքը պետք է գնահատել մարդու իրավունքների պաշտպանությունը միշտ կախված է եղել ներքաղաքական վայրի վերումներից Ես ասում են, որ մեր մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը միշտ ունի մարդու իրավունքների պաշտպանի դեմքը։ Դա ընդհանուր բան է, այսինքն լինի արդ երկրում, լինի մեզ մոտ,
վերին աստիճանի այդտեղ կարևոր է այդ սկզբունքները, որը որ գալիս է այդ պաշտպանի հետ միասին։ Մեկ։ Երկրորդը շատ կարևոր է այդ պաշտպանը ճանաչված է եղել մինչ պաշտպան դառնալը հասարակության մեջ, որովհետև չնայած անկախության պես երաշխիքների վերին աստիճանի, որովհետև անկախությունը իրական եւ ես կասեի պրոպետական անկախությունը դա կախված է հենց նրանից, թե մարդու իրավունքների պաշտպանը ինքը զգում է իրեն որպես կարևորագույն հաստատություններից մեկը։ Դա շատ կարևոր է։ Եվ բախտ է վիճակվել, որ ես առաջինն եմ եղել, այսինքն ես չգիտեմ, օրինակ, եթե երկրորդը, երրորդը լինեի, դա ինչպես կլիներ, բայց առաջինի առաքելությունը բոլորովին այլ է։ Ու մենք փաստորեն ցանկացել ենք եւ իրականացրել ենք այնպիսի, այսպես ասած, նշեր ենք դրել, որին պետք է հետո բոլորը ինչ որ կարողանային պահեն եւ անցնեին։ Օրինակ ես գտնում եմ, որ Արման Թաթոյանը շատ ավելի բարձրացրել է մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակությունը եւ աշխարհով մեկ, որովհետեւ նա ճանաչված է։ Ես հիշեցի ձեր ժամանակաշրջանը, որ ինչ որ պահի դուք էլ դուր քաղաքական հիմքին իշխանության այդ ժամանակ։ Չէ, գիտեք, դա քաղաքական չէր։ Ես դες պետք է շատ հետաքրքիր բան ասեմ, եթե ոչ մեկը թող չնեղանա, փաստորեն իմ պաշտոնը ստանձնելը համընկել է 2004 թվականի այդ բողոքների միտինգների, եթե հիշում եք։ Այո, ուրեմն այդ ժամանակ եղել են բախումներ, եղել են ձերբակալումներ եւ այլն, եւ բոլոր միջամտությունները մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից, առ այն որ ինչի են այդքան շատ ձերբակալված, ինչի կալանավորված կներեք ձերբակալված, ինչու այդքան շատ են, ինչու օրինակի համար պատահական մարդիկ կամ հաշմանդամներ կամ կանայք եւ այլն։ Դրանք բոլորը շատ լավ ընդունվում էին, անմիջապես լուծվում էին եւ նախագահի կողմից եւ գլխավոր դատախազի կողմից։ Ես դա պետք է Պրոբլեմը եղել է լրիվ ուրիշ վայրում, երբ որ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ներկայացրել է բոլորովին այլ պրոբլեմներ, այն է սեփականության վերաբերյալ կամայական կառավարության կողմից կամայական որոշումների ուղղակի հակաօրինական, անօրինական է եղել եւ հակասահմանադրական սահմանադրությունը մի բան էր ասում, իսկ կառավարությունը ինքնուրույն ընդունում էր։ Այդ ժամանակ է այդ դժգոհությունը իշխանություններից եղել։ Դա ես կասեի ավելի շատ տնտեսական շահերի։ Ֆինանսական օլիգարխիան ավելի շատ, այո, պատկերացրեք, ես դա միշտ ասում եմ, այն ժամանակ շատերն էին տեսնում, ուղղակի տեսնում են, հիմա շատերը չեն հավատում, բայց իրականում քաղաքականի մեջ չի եղել որևէ բան։ Կասեք, մարտի 1-ի ողբերգություն կարող է չլինել։ Մարտի 1-ը ընդհանրապես ես կարծում եմ ուսումնասիրության չի ենթարկվել լուրջ, ոչ քաղաքագետների կողմից, ոչ էլ հասարակագետների մասնավորապես։ Մարտի 1-ին ես եղել եմ պատգամավոր, պիսի ես ունեի եւս էջեր իմ կյանքում, պատգամավոր եմ եղել եւ ունեցել եմ այդ հնարավորությունը դիտարկել այն արդեն ինչ որ մարտի 1-ին է եղել։ Որովհետև մինչ այդ այն ինչ որ տեղի ունեցել, մենք հետևում ենք, որովհետև կներեք ամենաարմատական ընդդիմություն էինք այդ փոքր խմբով 5-6 հոգի էինք, բայց բավականին կոռեկտ նոր մշակույթ ենք բերել եւ շատ լրագրողներ դեռ հիշում են եւ այլն, այսինքն այդ ազատությունը, այդ ինքնուրույն արտահայտվելը, շատ անգամ ես օրինակ կամ ուրիշը չէր քվեարկում ճիշտ այդպես, ինչպես ընդհանրապես կարող է ամբողջ բանը։ Դա շատ տարօրինակ էր այդ ժամանակ, բայց դա կար։ Հիմա այդ մարտի 1-ի վիճակը ես որպես անձնական, դա լրիվ սուբյեկտիվ կարող է լինել, դա փաստորեն պատրաստված է եղել նույն այն սցենարը, որը տեղի է ունեցել 2018 թվականին, բայց չի հաջողվել։ Մարտի 1-ը ոչ մի ուրիշ համեմատություն կամ զուգահեռ ես չեմ տեսնում։
որովհետև նույն այդ տրամադրություններ, որ հեսա մենք մի 3 ժամից գնում ենք, այսինքն 2008 թվականին իշխանությունը դիմադրեց այս անգամ։ Դիմադրեց, իսկ այստեղ ոչ միայն չդիմադրեց, այլ ընդառաջեց։ Ես ի դեպ չեմ խոսում լուրջ Սերժ Սարգսյանի ասացի, որ դուք ես սխալ եմ, դուք ճիշտ։ Ես խոսում եմ լեգիտիմացման մասին, դա լուրջ քայլ էր։ Փաստորեն իշխանական հանրապետական կուսակցությունը եւ որ ինչ որ կար կուսակցություն թե չէ հիմա տեղը չեմ բերում, բայց նրանք լեգիտիմացրեցին ինքնակոչ եկած վարչապետին։ Այդ 100,000-ավորների ընդվզման դեմ ինչ կարող էին։ Ակլամացիա է դա կոչում։ Դա 4-րդ դարում վերջը դրվել է այդ ձևով ընտրությունների, երբ որ ուղղակի ճճալով բան են անում։ Դե եթե դուք ուզում եք ասել, հանրային մասնակցությունն է։ Չէ, եթե դա դուք կարծում եք ճնշում է, ես կարծում եմ, որ անգամ այդ ճնշումը եւ այդ բազմությունը հավաքվել է արդյոք այն արդյունքների համար, որը մենք այսօր ունենք։ Այսինքն մանիպուլյացիան հստակ էր, այո, հստակ էր։ Այն որ պետք է փոփոխություններ։ Մենք խոսում ենք ինչն է հասունացել։ Այո, ես էլ եմ ասում, դա հասունացել է այն դժգոհությունը ինչի մասին է։ Նույնությամբ հասունացել էր 2008-ին։ 2008-ին եւս եւ 2018-ին։ Ընդ որում շատ հետաքրքիր է, որ համակարգը Եթե ներողություն, եթե 2008-ին 2008-ը ունենար 2018-ի հանգուցալուծումը, մենք ուրիշ պատմության ականատես կլինենք։ Մենք իդեպ ես հիշեցնեմ, որ մենք եւս կունենանք Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնար իշխանության։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնար իշխանությանը, նշանակում է ինքը կշարունակեր այն գիծը, առնվազն լինի Արցախի հարցում, լինի այլ հարցերում, մասնավորապես տնտեսական։ Փաստորեն տնտեսությունը Հայաստանում օլիգարխիկ, շատ կներեք միկրո օլիգարխիկ բնույթ ունի։ Եվ ես հիշում եմ, որ Միջազգային բանկի ներկայացուցիչը այստեղ դեպ հայեր ազգությամբ, եթե չեմ սխալվում Ներսեսյանն էր, նա միջև անգամ հոդվածով հանդես է եկել, այո, որ եթե չփոխվի այս համակարգը տնտեսական կառավարման, ապա լավ արդյունքներ չեն լինելու, ինքը շատ մեղմ արտահայտվեց, նախ եւ առաջ ազգություն Ես հիշեցի, ճիշտ եք ասում։ Հայաստանի տնտեսության կամ ֆինանսական համակարգի գերբևեռացվածության հետևանքները ավելի Այո, խոսվում էր նրա մասին, որ դա մտածված, բաժանված են շուկաները մի քանի այսպես ասած մարդկանց միջև, բիզնեսմենների միջև, եւ ես ասեմ միջև անգամ բացատրությունը, որտեղ ես այդ հնարավորությունը ունեցել եմ որպես Գերագույն խորհրդի ազգային այդ ժամանակ ազգային ժողով չէ, Գերագույն խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ես ունեցել եմ այդ հնարավորությունը շփվել եւ ես ասեցի ինչու եք այդպես անում։ Ասեցին, որ դե փոքր երկիր է Մոսկվայի մի շրջանի չափ է Եվ արդյոք այստեղ այդ ազատ շուկայականը կամ մրցակցությունը այստեղ կաշխատի։ Այստեղ ճիշտ է, որ հենց լինեն այդպես բաժան-բաժան, որովհետև լոտը, ինչքան որ մեծ ես վերցնում, ասենք 3 միլիոնի համար ես վերցնում, այդքան նա էժան է նստում եւ այլն։ Ես այդ բացատրությունը չեմ ընդունում, դա կներեք գրեհիկ մատերիալիզմ է իմ կարծիքով, մենք բոլորս անցել ենք այդ պոլիտիկանոմ է կոչվածը, այո, եւ այս առումով ոչ Քոչարյանը փոխեց այդ միկրոօլիգարխիկ այս համակարգը տնտեսության մեջ, ոչ էլ երրորդ նախագահը։ Այնպես որ եթե մենք խոսում ենք ընդհանրապես թե ինչպես է զարգացել, ես կարծում եմ խնդիրները խորքային եղել են այդտեղ ու շատ հեշտ է եղել բնակչության դժգոհությունը մոբիլիզացնել եւ դա տեղի է ունեցել Այն ժամանակ հիշեցի Հրանտ Բակրատյանը ձևակերպում ուներ, ասում էր Հայաստանի տնտեսությունը 50 ընտանիքի ձեռքին է Եթե կառավարեք այդ 50 ընտանիքի Այո, դա էլ ես չեմ, էլի, որովհետեւ ես հիշում եմ, ես ասել եմ, ես այսքան շատ չեմ մտնում տնտեսական հարցերի մեջ